Ողջույն։ Արտահանվող հայաստանյան պղնձի գրեթե 80%-ը հոսում է մեկ երկիր Չինաստան, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո դիվերսիֆիկացիան, Հայաստանի անվտանգության ապահովման, դիվանագիտության եւ անշուշտ տնտեսական հարաբերություններում խիստ կարեւորվում է, դեռ ավելին կառավարության կողմից հռչակվել է առաջնային նպատակ։ Ուստի արդյոք տնտեսական, քաղաքական չհիմնավորված ռիսկեր չի ստեղծում արտահանվող մեր պղնձի շուրջ ստեղծված նման իրավիճակը, նաեւ հակասության մեջ մտնելով երկրի ռազմավարական նպատակների հետ, ուղղակի նշենք, որ մինչ Ռուսաստան ուղղված վերարտարման բումը, պղնձի հանքաքարի եւ խտանյութի մասնաբաժինը Հայաստանի ողջ ապրանքային արտահանման կառուցվածքում հասնում էր մինչեւ 25%-ի, ինչը վկայում է, որ պղնձի արդյունահանումը որքան կարեւոր է մեր տնտեսության համար։ Այս թեմայով Factor TV-ում զրուցելու ենք տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանի հետ։ Ողջույն, պարոն Ասֆանյան։ Ինչպես եք գնահատում նախորդ տարիներին Հայաստան-Չինաստան առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկան եւ ընդհանրապես որ ուղղություններով է արձանագրվել ամենամեծ առաջընթացը։ Իրականում 2010 թվականից ի վեր բավականին դինամիկ աճ է արձանագրվել Հայաստանի եւ Չինաստանի տնտեսական հարաբերություններում, հատկապես խոսքը գնում է առևտրի մասին, ընդ որում եւ արտահանման մասով եւ ներմուծման մասով։ Ներմուծման մասով պետք է նշեմ, որ հատկապես մեծ աճ արձանագրվեց 2022 թվականից հետո, որին մեծապես նպաստեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ չինական ապրանքների մի մասը, չինական արտադրության արևմտյան բրենդների մի մասը Հայաստանի միջոցով սկսեց նաեւ հոսել Ռուսաստան։ Արդյունքում Հայաստանի ներմուծումը Չինաստանից հասավ շուրջ 1.7 միլիարդ դոլարի, մինչ այդ 2021 թվականին շուրջ 750 միլիոնի շրջակայքում էր այդ թիվը գտնվում, ինչը դարձյալ խոսում է, որ այս առումով որոշակի դինամիկա արձանագրվել է։ Արտահանման մասով իրավիճակը շատ ավելի բուռն է զարգացել։ Եթե 2010 թվականին մենք արտանում էինք շուրջ 30-31 միլիոն դոլարի ապրանք, ապա 2024 թվականին այդ թիվը հասավ գրեթե 1.1 միլիարդ դոլարի։ Իհարկե 2024 թվականին դրան նաև էապես նպաստեց ոսկու վերարտանման գործընթացները։ Այդուհանդերձ մեր, ինչպես դուք նշեցիք բացման խոսքում, մեր պղնձի իրացման հիմնական շուկան հանդիսանում է Չինաստանը, իսկ պղինձը մեր հիմնական ապրանքային արտահանման տարերից մեկն է հանդիսանում, հետևաբար մենք ունենք շատ մեծ արտահանում այս մասով դեպի Չինաստան։ Սա անառողջ կախվածություն է, թե նորմալ է նման կախվածություն։ Գիտեք, հաշվի առնելով թե պղինձը ինչ նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար եւ նաեւ հաշվի առնելով Չինաստանի շուրջ ընթացող գործընթացները, սա իրականում դրացիչ ռիսկեր մենք առաջացնում։ Սկսած լոգիստիկ հնարավոր խափանումներից վերջացրած Աստված մի արածը Թայվանի շուրջ որոշակի ռազմական գործողություններով եւ մատակարարումների խափանումներով, սա լուրջ խնդիրներ է կարող է տեսականորեն առաջացնել մեր տնտեսության համար։ Չինաստանը նախորդ 15 տարիներին անփափող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, ինչով է պայմանավորվում այս հանգամանքը։ Նշեմ, որ գրեթե մինչև 2021 թվական, նույնիսկ 2022 թվականից հետո, այսինքն ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ներմուծման մասով մեր երկրորդ խոշոր գործընկերն է հանդիսացել։ 2021 թվականին մեր ներմուծման 16%-ը բաժին է ընկնել Չինաստանին։ Մի կողմից սա բնական է, քանի որ Չինաստանը վերջին տասնամյակներում վերածվել է աշխարհի արդյունաբերական կենտրոնի եւ Հայաստանը նաեւ այն երկրներից է, որ մեծապես արդյունաբերական արտադրանք է ներմուծում։ Խոսքը սառնարանների մասին է, խոսքը օդաօրակիչների մասին է, հեռախոսներ եւ այլն։ Վերջին տարիներին նաեւ ավտոմեքենաներ։ Հետևաբար այս իրավիճակը այս առումով ընդհանուր համաշխարհային միտումների եւ տրամաբանության մեջ մտնում է։ Այնպես չի, որ մենք որոշակիորեն շեղվել ենք համաշխարհային միտումներից։ Հայաստանի արտահանման կառուցվածքում Չինաստանը կարևոր ուղղություններից է, ընդհանրապես արտահանման կառուցվածքում հայկական կողմից ինչ ապրանքներ են գերակշռում Չինաստան։ Ես ասացի, որ 2024 թվականին մենք ոսկու մասով որոշակի վերարտահանումներ ենք ունեցել, որը բավականին մեծ մասնաբաժին ուներ, որի հաջորդում է պղինձը, մեր հիմնական արտադրատեսակներից մեկը,
եւ ավելի փոքր մասնաբաժինով մոլիբդեն, որը էլի Հայաստանի արտահանման կարևորագույն տարրերից մեկն է։ Կոպիտ ասած, մենք ըստ էության դարել ենք որոշակի հումքային կցորդ, եթե այսպես մի քիչ ավելի վառ նկարագրել լինենք Չինաստանի համար։ Մենք ըստ էության ոչ պղնձի մասով ավելի ցածր մակարդակում գտնվում մեր վերամշակման աստիճանի տարբերություն մոլիբդենի, բայց երկուսն էլ վերջնական արտահանվում են Չինաստան եւ Չինաստանը արդեն հավելյալ վերամշակում է, օգտագործում է վերջնական արտադրանքի ստացման մեջ։ Այո, 90% ըստ էության արտահանվող դեպի Չինաստան։ Այո, երկու ապրանքատեսակի է բաժանում։ Հանքանյութերն են, որոնցից 80%-ը ըստ էության պղնձի հանքաքար։ Այսա ինչպիսի սպառնալիք է Հայաստանի տնտեսության համար։ Դուք նշեցիք կոմունիկացիաները, Թայվանի հետ հավանական հակամարտությունը, իսկ դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ սա ինչպիսի ռիսկեր կարող է լինել Հայաստանի։ Դիվերսիֆիկացիան սովորաբար չի իրականացվում ինքնանպատակ։ Դիվերսիֆիկացիան հաստատ ոչ մեկ ուղղությամբ դիվերսիֆիկացիան իրականացվում է ռիսկերը հնարավոր զսպելու համար։ Կլինի ռազմական բնույթի, կլինի լոգիստիկ կապանումների տեսքով եւ այլն։ Այս առումով բնականաբար մեր հիմնական ապրանքատեսակի մեկ ուղղությամբ այսպիսի լուրջ կենտրոնացումը որոշակի ռիսկեր կարող է առաջացնել եւ դիվերսիֆիկացիայի հիմնական նպատակն է այս ռիսկերը հնարավորինս չեզոքացնել։ Մենք չենք կարող իհարկե ռիսկերը բացառել, ռիսկերը դրան գոյություն ունեն։ Մենք չենք կարող բացառել, որ մեր պղինձ արտահանողները Չինաստան արտանեն, որովհետեւ դա ունի որոշակի տնտեսական հիմքեր դրա տակ ընկած են, հա, ասենք օրինակ Ձուլարանի արկայությունը կամ ովքեր գնումներ կատարում են, հա, պղինձը որպես բորսայական ապրանք, հա, գնում են կատարում, բնականաբար նպատակահարմար են համարում տանել Չինաստան, որտեղ ձուլումը ավելի մատչելի է։ Այդուհանդերձ այդ բոլոր ռիսկերը եւ բոլոր գործոնները հաշվի առնելով դիվերսիֆիկացիան միանշանակ անհրաժեշտ է։ Իսկ կան շուկաներ, պետություններ, որոնք ունեն պղնձի կարիք ընդհանրապես հանքաքարի եւ ավելի բարձր կարող են վճարել լոգիստիկ խնդիրները ինչքանով հաղթահարելի են, օրինակ մենք հաճախ տեսնում ենք նաև եվրոպական երկրներ, ի վերջո նաև Միացյալ Նահանգները, օրինակ այս կառավարությունը նման խնդիր իր առաջ դնում է հազվագյուտ մետաղների մշակում տարբեր պետությունների հետ։ Կան շուկաներ, որոնք այս պահին փաստորեն անտեսվում են այսպես։ Գիտեք, մեր պղնձի ախտանյութի կառուցվածքում հազվագյուտ մետաղներ կան, բայց դրանք փոքր ծավալ են զբաղեցնում եւ մինչեւ վերջին տարիները տնտեսապես ձեռնտու չէր, հա, դրանք առանձնացնել եւ առանձին փորձել պղնձի ձատ օգտագործել։ Ինչ վերաբերում է այլ երկրներին, պղինձը ունի որոշակի առհասարակ, հա, բորսայական ապրանքներ կոչվածները ունեն որոշակի առանձնահատկություն։ Իրանք վաճառվում են բորսայում, որ նշանակում է գինը հավասարը չի կարող մի երկիր ավել տալ, մի երկիր ցածր։ Բորսայում ցանկացած մեկը ըստ էության կարող է այդ ֆյուչերսները գնի եւ վերջնական ապրանքի մատակարարման մասին խոսել։ Այստեղ իրականում պետք է հասկանալ մեր պղնձի արտահանող հիմնական կազմակերպությունը, գիտեք, ԶՊՄԿ-ն է, հավանաբար աշխատում այնպիսի միջնորդների հետ, որոնք հիմնականում կենտրոնացված են Չինաստանի ուղղությամբ։ Ըստ էության պետք է այստեղ ջանքեր թափել նաև այնպիսի կազմակերպությունների հետ տնտեսական հարաբերություններ հաստատել, որոնք օրինակ պղինձը տանում են օրինակ Բուլղարիայում Ձուլարան կա, եվրոպական շատ երկրներում կան այդպիսի բաները։ Սա նրա համար չի որ տնտեսապես մենք որոշակի շահավետության կարանք ձգտենք, օրինակ բարձր գին վճարենք, ոնց որ դուք նշեցիք, դրա մասին չի խոսքը։ Սա պարզապես պետք է իրականացվի հնարավոր ռիսկերը զսպելու նպատակով, հաշվի առնելով, որ ցանկացած սցենար իրադարձությունների զարգացման հնարավոր է։ Իսկ Չինաստանի ընտրությունը ինչով է պայմանավորված, արդյոք կոմբինատում ռուսական կապիտալի, այսպես գերիշխանության։ Չեմ կարծում, դա պայմանավորված չի ռուսական կապիտալով։ Գիտեք, հաշվի առնելով Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները, Ռուսաստանի եւ Չինաստանի ավելի մերձ հարաբերությունները։ Հաշվի առնելով, որ այսօր դեպի Իրան պղնձի հիմնական արտահանումը սկսել է 2010-ականների կեսերից, երբ որ ռուսական կապիտալ գոնե էական մեծ ազդեցություն չուներ Հայաստանի պղնձամոլիբդենային խոշորագույն կոմբինատի գործունեության վրա, ես դա չեմ կապում դրա հետ, իրականում կան որոշակի տնտեսական հիմքեր, այլ բան, որ ներկայումս
սեփականատերերի կառուցվածքի հետ կապված, հա, ԶՊՄԿ-ի սեփականատերերի կառուցվածքի հետ կապված միգուցե միջազգային որոշ գործընկերներ ավելի զգուշավոր լինեն տնտեսական հարաբերություններ հաստատելու համար, միգուցե ես հիպոթեզ եմ ասում, չունենք այդպիսի տեղեկատվություն, մասնավորապես Տրոցենկոն, հա, ինքը պաշտոնապես վաճառել է ԶՊՄԿ-ի մասնաբաժինը շվեյցարական, հա, որոշակի ընկերության, ամենադեպս մամուլում այդ տեղեկատվությունն է տարածվում, բայց չեմ բացառում նաև, որ արևմտյան գործընկերներն էլ այնպես գրկաբաց չընդունեն հայկական պղինձը, ես սա չունեմ այդ տեղեկատվությունը, ոչ կարող եմ հաստատել ձեր նշած հիպոթեզը, ոչ հերկել, ուղղակի իմ մտահոգություններով փորձեցի կիսվել։ Շատ լավ, Հայաստանը նաև սկսել է մեծ ծավալով Չինաստանից էլեկտրական տեխնիկա ներմուծել, մեքենաներ, հագուստ, ընդհանրապես նման կառուցվածքը ինչով եք պայմանավորում այս ներմուծման ծավալը այդ ուղղությունից նման ապրանքներին։ Գիտեք, կոնկրետ էլեկտրական ավտոմեքենաների մասով վերջին տարիներին Չինաստանը լրջագույն առաջընթաց է արձանագրել եւ որակական առումով եւ արտաքին տեսքին վերաբերող ավելի մատչելի առումով եւ բնական է, որ Հայաստանը լինելով փոքր տնտեսություն ոչ այդքան շատ զարգացած, բնականաբար նախընտրելու է ավելի մատչելի էլեկտրական մեքենաներ լինել, քան թե նույն մեքենաների օրինակ եվրոպական համարժեքները։ Դրանք լրիվ տրամաբանված են առավել եւս Տեսլայի երևի չէ ամերիկյան։ Կդժվարանամ կոնկրետ բրենդների հետ համեմատականներ տանել, գիտեք, մեր ավտո ներկրողները հիմնականում ամերիկյան երկրորդային շուկայից են մեծ քանակ նաև ավտոմեքենաներ ներմուծում, որոնք շատ ավելի այո մատչելի են։ Իսկ ինչ վերաբերում է մնացած արտադրատեսակներին, չմոռանանք, որ Չինաստանը վերածվել է համաշխարհային արդյունաբերական կենտրոնի։ Նույն ամերիկյան ներմուծման մի զգալի մասը իրենից ներկայացնում է էլեկտրատեխնիկա, հեռախոսներ, որոնք արտադրվել են Չինաստանում, սկսած հանրահայտ Apple-ից վերջացրած այլ բրենդների տեխնիկա։ Հետևաբար սա որոշակիորեն տրամաբանված է այս քայլը, ես չեմ կարծում, որ այս մասով Հայաստանը համաշխարհային միտումներից որևէ կերպ շեղվել է։ Իսկ նման կառուցվածքը ինչ է նշանակում ընդհանրապես եւ դինամիկան Չինաստանից առավել շատ ապրանքների ներկրման։ Սա երկու երկրների մեջ տնտեսական ավելի հարաբերությունների սերտացման մասին է խոսք գնում եւ մեր տարածաշրջանում իրականում ոչ միայն Հայաստանում, այս ապրանքների մատակարարման մասով Չինաստանը բավական լուրջ առավելություններ ունի եւ խոշոր մասնաբաժին է, նաեւ խոշոր մասնաբաժին, դարձյալ եթե ինչ-ինչ հանգամանքներում մատակարարման շղթաների հետ կապված խնդիրներ առաջանան, նման խնդիրներ օրինակ մենք ունեցել ենք 2020 թվականին։ Հատկապես առանձին ապրանքների մասով, այդ ժամանակ իրավիճակը պայմանավորված էր համաճարակային գործոններով, ամբողջ աշխարհին էր վերաբերում եւ այդ մատակարարման շղթաների խաթարումը, այո, առանձին ապրանքների մասով պակասորդի առաջացրեց մատակարարման մասով ոչ միայն մեր շուկայում, այլև ամբողջ աշխարհում։ Հետաքրքիր է ձեր մասնագիտական գնահատական նախագահ Թրամփի այդ մաքսատուրքային կամ տարիֆային քաղաքականությունը հաջողության կբերի ամերիկյան կողմին ուղղելու Չինաստանի հետ առևտրային դիսբալանսը ամեն դեպքում նա այդպիսի մեծ հեռանկար է տեսնում։ Ոչ միայն ես, այլ նաև երևի թե տնտեսագետների մեծամասնությունը այն կարծիքին է, որ այս առևտրային պատերազմից ամբողջ աշխարհը կտուժի։ Նույնիսկ կան գնահատականներ, թե համաշխարհային հնան, որովհետև խոսքը չի վերաբերում միայն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ներդրմանը։ Սրան ի պատասխան Չինաստանը հանդես եկավ, հետո սառեցրեցին, հիմա քննարկումների մեջ են, թե ինչ ապրանքների նկատմամբ ինչ սահմանեն, նույնը նաև ԵՄ-ի հետ կապված է։ Սա համաշխարհային բոլոր երկրներում ապրանքները թանկացնելու է, հետևաբար բնակության կենսամակարդակը նվազելու է, կոպիտ ասած, եթե մարդիկ $1000 ունեին, այդ $1000-ով կարող են ինչ-որ ապրանքներ գնել, հիմա այդ նույն քանակի ապրանքներ գնելու համար, եթե ամբողջ ծավալով այս մաքսատուրքերը կիրառվեն, արդեն ոչ թե $1000 պետք գալու, այլ $1200-300։ Սա բնականաբար չի կարող բացասական չանդրադառնալ մարդկանց կենսամակարդակի վրա։
Շատ լավ, արևմտյան երկրներում հատկապես եվրոպական լուրջ թեմա է նաև Չինաստանից տեխնոլոգիական կախվածության հարցը, միգուցե վտանգը, դուք նման ռիսկ տեսնում եք Հայաստանի համար, թե այստեղ դիվերսիֆիկացիայի հույսեր հեռանկարներ կան։ Դե իրականում Հայաստանում էլ չինական տեխնոլոգիաները հեռորդակցության ոլորտում, բավականին ներկայացվածություն ունեն, չինական ընկերությունները ենթակառուցվածքների զարգացման պրոյեկտներում են Հայաստանում ներգրաված։ Ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք ավելի, այսպես ասած, գտնվում են հետաքրքրության կիզակետում, Չինաստանի, մենք այդ մասով, մի փոքր ավելի ուշադրությունից դուրս ենք, բայց ամեն դեպքում Չինաստանը իր աշխարհական հավակնություններով հանդերձ չի կարող չանդրադառնալ Հայաստանին, Մենք տարբեր բաներով այդ իրավիճակը տեսնում ենք, սկսած այդ soft power կոչվածով, չինական դպրոցներ, վերապատրաստման դասընթացներ, համալսարանական ուսանողների համար, դասախոսների համար, պետական սեկտորի աշխատողների համար շատ ընդգրկուն է։ Մեծ հաշվով Չինաստանի այդ խոշոր դրսևորումները Հայաստանում սահմանափակ են։ Առնվազն մենք այդպիսի էական բաներ չենք տեսնում, քայլեր, որ ասենք, օրինակ, խոսքը գնում է Էրիթրեայի մասին, չգիտեմ, Մոնտենեգրոյի մասին, այդպես համաշխարհային հայտնի քեսեր կան, թե չինական այդ պարտքային ծուղակի մեջ ոնց են երկրներ հայտնվում եւ այլն։ Դրա մասին Հայաստանի խոսք չկա, բարեբախտաբար։ Այստեղ կարևոր է, որ մենք մի երկրից կախվածությունից հանկարծ դուրս չգանք, գնանք մեկ այլ երկրի կախվածության մեջ, առհասարակ դիվերսիֆիկացիայի գաղափարը ոչ թե մեկ երկիրը փոխել երկրորդով, այլ հավասարահեռ եւ հավասարակշիռ պահելն է, բոլորի հետ տնտեսական ձևերը նույն զարգացումը մեջ չդնելու պատկերի։ Այդ մասով մենք որոշակիորեն տարբերվում ենք մեր հիմնական հարևան երկրներից եւ այս պահին գոնե Հայաստանի մասով մենք որևէ տենց էական բան այս պահին մենք չենք տեսնում։ Իսկ ինչպես է գնահատում Չինաստանի հնարավոր ներդրումները Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես տրանսպորտ, տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ, այսպես աճի տեմպերի մեծացում կա, թե դրանք բնականաբար չինական վիճակում են։ Չինական ներդրումները տարբեր ժամանակներում հետում նաև հանքարդյունաբերության ոլորտում, ես չգիտեմ դուք կհիշեք, 2010-ականներին քննարկվում էր երկաթի հանքի շահագործման հարց, չինական ինչ-որ ընկերություն եկել էր, լիցենզիայի համար դիմել էր, Հրազդանի շրջակայքում օրինակ այդպիսի պրոյեկտի մասին խնդիր կար։ Հայաստանում հիմնական չինական ընկերությունները ըստ էության ներգրաված են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում նաև եվրոպական երկրների կողմից ֆինանսավորվող, օրինակ կապսիտ ժամբար շինարարության զբաղվում չինական կապալառու։ Մենք հյուսիս-հարավի շահագործման ժամանակ ունեցել ենք չինական կապալառու ընկերություն։ Եվ կոռուպցիոնը այդտեղ սկանդալեր, եթե չեմ սխալվում, առաջացել չարաշահումների։ Կոնկրետ չինացիների մասին չեմ հիշում, սուտ կլինի որևէ մեկնաբանություն անեմ այդ մասով, իսպանացիների մասով եմ հիշում, բայց բնականաբար Չինաստանը ամբողջ աշխարհում փորձում է իր տնտեսական ներթափանցմամբ նաև իր ազդեցությունը տարածել, Հայաստանն էլ այդ երկրներից այնպես չի, մենք իրանց առաջնային թիրախի շրջանակում չեն գտնվում, բայց բնականաբար որոշակի նշաններ կան։ Շատ լավ, իսկ ենթակառուցվածքներում կառուցման մեջ ենթակառուցվածքների դուք կապսի ջրամբար նշեցիք, նաև հյուսիս-հարավը, դա ինչ մարտավարություն է, այսինքն ներգրավել պետության ենթակառուցվածքների կառուցման գործում, դա զուտ տնտեսական խնդիր է, թե իրականում առանձին պրոյեկտներ, որտեղ եւ Չինաստանի ֆինանսավորումը կա, քաղաքականություն կա, որ նաեւ հենց իրենց ընկերությունները դրանք իրականացնեն, Բացի այդ, չմոռանանք, որ Չինաստանը նաեւ տնտեսապես է չինական առաջարկ, այսպես ասած, ավելի մրցունակ, քան այլ երկրներին, հաշվի առնելով աշխատուժի, ավելի մատչելիները հաշվի առնելով, որ սեփական արտադրության տեխնիկա կարող է բերվել, որ ավելի մատչելի է, քան թե օրինակ այլ երկրների, մասնավորապես ամերիկյան կամ արևմտյան, ասենք թանկարժեք տեխնիկան ներգրավի այդ շինարարության փուլում, այս առումով որոշակի մրցակցային առավելություններ կան, որոնք իրենք կարողանում են օգտագործել։
կոնկրետ Հայաստանի մասով այդ ներգրավվածություն ենթակառուցվածքային պրոյեկտների իրականացման մեջ չի ասել այնպիսի քրիտիկական մակարդակի, որի մասին կարելի է ոնց որ բարձրաձայնել, խոսել։ Ես այս պահին հայ-չինական հարաբերություններում հիմնական մտահոգիչ կետը համարում եմ պղնձի հանքաքարի արտահանումը եւ այդ խոշոր կենտրոնացումը։ Ամեն դեպքում հետաքրքիր նախադեպ է եվրոպական գումարներով չինական կազմակերպություններին պատվերներ տալը։ Ոչ միայն Հայաստանում, նույնը Վրաստանում։ Օրինակ Լարսի այդ շրջանում կառուցվող խոշոր թունելը, որը պետք է Ռուսաստանում միացնի Վրաստանին եւ թույլ տա խուսափել սեզոնային տատանումներից, ֆինանսավորողների մեջ իհարկե կա չինական կապիտալ, բայց նաև կա եվրոպական կապիտալ եւ իրականացնում են չինացիները։ Անակլային ավանգիստն էլ հետաքրքիր օրինակ է, ամերիկյան ներդրումներով կառուցված եւ չինական կառավարման տրված։ Ամեն դեպքում Հայաստանի կառավարությունը եւ Չինաստանը միասին կնքել են շուրջ 70 համաձայնագիր եւ ըստ էության սա կարելի է խորացված համագործակցություն համարել թե ոչ եւ ռիսկեր դուք որտեղ եք տեսնում։ Դարձյալ պետքա շեշտեմ մեր այսինքն մենք այդ գնահատականները պետքա փորձենք երևի թե համեմատության մեջ տալ, եթե համեմատում ենք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, միանշանակ ազդեցությունը շատ ավելի մեծ է։ Նաև կոոպերացիայի առումով Հայաստանի հետ այդ հարաբերությունները շատ ավելի թույլ են։ Ճիշտ է կա միջ կառավարական եւ միջ խորհրդարանական հանձնաժողովներ։ Մենք նաև ԵԱՏՄ-ի շրջանակում Չինաստանի հետ առևտրի ջրացման համաձայնագիր ունենք կնքած։ Սակայն խոսել խորը տնտեսական հարաբերությունների մասին Հայաստանի եւ Չինաստանի մեջ կարծում եմ այս բանին որևէ լուրջ նախանշաններ չկան։ Շատ լավ, հետաքրքիր է, որ տարածաշրջանում Չինաստանը ռազմավարական գործընկերություն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, Հայաստանի Հանրապետության հետ չունի եւ նաեւ հետաքրքիր է, որ այս երկրները դիտարկվում են չինական մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի առանցքային կենտրոններ։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձեր անում համոզել չինական կողմին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը այդ մեկ գոտի մեկ ճանապարհ ծրագրի մաս կարող է լինել, հետո նաև տեղեկություններ, մեկնաբանություններ եղան, որ Հայաստանը եւս կարող է դիտարկվել այդ միջանցքի մասը։ Ինչ սպասել Երևանի եւ Պեկինի միջև հարաբերությունները նախ եւ առաջ իհարկե տնտեսության ոլորտում, միգուցե կոմունիկացիաների ինչ եք տեսնում։ Իրականում նույն խաղաղության խաչմերուկի նախագիծը, որը մշակվել է մեր կառավարության կողմից եւ դրա իրագործելիության ուսումնասիրության այդ նախնական փաստաթղթում դարձյալ որպեսզի շահավետ լինի երկաթուղու շահագործումը Մեղրի շրջանով, որը թույլ կտա չինական ապրանքները եւ կենտրոնական Ասիայի ապրանքները, այդ միջին միջանցքի տրամաբանության շրջանակում բերել եւ տանել դեպի Թուրքիա եւ եվրոպական երկրներ, դարձյալ նախատեսված է, որ չինական ապրանքներ պետք է գան։ Այլ բան, որ կոնկրետ Ադրբեջանը ավելի, այսպես ասած, հետին մտքեր ունի եւ այլ պլաններ է փորձում Զանգեզուրի միջանցքի շրջանակում իրականացնել, ասեմ ավելին, նույն խաղաղության խաչմերուկի իրականացման համար թերևս կարեւոր կլինի նաեւ չինական ապրանքների հոսքերը ուղղել այս ուղղությամբ։ Ես այս մասով տեսնում եմ, որ Չինաստանը ընդունում էր որպես պարամետրային, որ Հայաստանը տարանցիկ երկիր չի կարող ծառայել, հետաբար հիմնական շեշտը դրվում էր Ադրբեջանի եւ Վրաստանի ուղղությամբ։ Երբ որ հնարավոր դառնա հակամարտությունը տարածաշրջանում հանգուցալուծել եւ արդեն տրանսպորտային կապուղիները հասանելի կլինեն տարանցման նաեւ նպատակներով, կարծում եմ Չինաստանի հետաքրքրությունը այլ ավելի կբարձրանա։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել էինք տնտեսագետ Access վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասֆանյանին։